Այս ինչ եք անում, ում եք խաբում, հերիք է արդեն, որքան կարելի է պետական ռեսուրսներն ու բյուջեն օգտագործել սուտը իրականություն ներկայացնելու համար։ Ամեն օր մարդկանց փորձում եք համոզել, թե պարտությունը հաղթանակ է, հրաժարումը խաղաղություն, լռությունը զարգացում, ամբողջովին քնած է ժողովուրդը, քնած է այս ազգը, քնած է սփյուռքը։ Մինչև երբ եք հանդուրժելու այս ամենը։ Միթե դաս չեղավ այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Տղաներին զոհեցին հանուն ոչինչի, իսկ այսօր այդ ոչինչը փորձում են դարձնել նորմալ իրականություն ու շատերը լուր կուլ են տալիս։ Կուլ եք տալիս, որ Արցախ չի եղել, կուլ եք տալիս, որ Արարատը դարձել է պարզապես նկար, կուլ եք տալիս պատմությունը, ինքնությունը, հայրենասիրությունը, մարդասիրությունը, հանուն ձեզ պարտադրված ու հորինված խաղաղության, բայց խաղաղությունը նախ մարդու ներսում պետք է լինի։ Ինչպես կարող է խաղաղության մասին խոսել մի իշխանություն, որը ամեն օր հասարակության մեջ ատելություն, թույն ու պառակտում է տարածում։ Ամբիոնը դարձել է ոչ թե պետություն կառուցելու, այլ մարդկանց սևացնելու գործիք։ Մի օր ասում եք Քոչարյանը դահիճ է, Սերժը ճահիճ է, Սամվելը կարիճ է, Դոգը խառնակիչ է, Ծառուկյանը քանդիչ է, մյուսներն ավերիչ են։ Հերիք չի ձեզ այս ամենը հորինել։ Անուններ եք կպցնում, պիտակավորում մարդկանց, իրար դեմ լարում ու այդ ամենը ներկայացնում որպես քաղաքականություն։ Ձեզ դրել եք սրբերի տեղ, այնինչ չեք զիջում լրբերին։ Ամբողջ օրը հասարակությանը պահում եք ատելության մթնոլորտի մեջ, որպեսզի մարդիկ չմտածեն իրական խնդիրների մասին, որ չհարցնեն ինչու կորցրեցինք, ինչու թուլացանք, ինչու մինչ այսօր պատասխանատուներ չկան։ Տպավորություն է, որ ամեն առավոտ արթնանում եք մեկ մտքով. այսօր ում թիրախավորել, ում վրա մեղքը գցել, ինչ նոր կեղտեր հոլիներ ու մարդկանց մեղադրել։ Սա պետություն ղեկավարելու ձև չէ, սա հասարակություն ներսից քայքայելու ճանապարհ է։ Մեզ ասում են Ռուսաստանը թշնամի է, լավ թշնամի է, բա հետո ով է գալու այստեղ ապրելու մեր փոխարեն, սահման պահելու մեր փոխարեն, մեր զոհերի գինը վճարելու մեր փոխարեն։ Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան, արտահանման հիմնական շուկան կապված է եղել Ռուսաստանի հետ։ Հիմա ինչ եք անում, քանդում եք ամեն ինչ, երկիրը տանելով նոր կախվածության, նոր վտանգների, նոր պարտադրանքների ճանապարհով։ Եթե այսօր վախենում եք պատերազմից, ապա վաղը ով պետք է պահի սահմանը։ Ֆրանսիացին, եվրոպացին, թե արդեն ամբողջ հույսը դրել եք թուրքերի խոստումների վրա։ Իսկ ձեզ համար կարևոր չէ ժողովուրդը կհաղթի թե կպարտվի։ Ձեզ պետք է որ բոլորը թուլանան, բաժանվեն ու հիասթափվեն, որովհետև դա ձեռնտու է ձեր քաղաքականությանն ու ձեր տերերին։ Մարդկանց իրար դեմ եք հանում, հասարակության մեջ լցնում եք չարություն ու անվստահություն եւ ամեն ինչ ներկայացնում եք խաղաղության կամ ժողովրդավարության անունից։ Ձեզ դարձրել են խամաճիկ, իսկ դուք այդ չարը փոխանցում եք ժողովրդին հանուն ձեր աթոռի։ Ամեն ինչ ունի իր գինը, եւ ցավալին այն է, որ շատերը արդեն ընտրել են այդ գինը։ Չեք մարսելու, վաճառել եք սկզբունքները, լռել եք կարևոր պահերին, արդարացրել եք անարդարությունը, հանուն իշխանության, պաշտոնի, շահի, փողի, հերիք է, ամոթ է, հերիք է, բայց ժողովուրդը մի օր կհասկանա, թե ով է իրականում եւ ինչ է ուզում ասել այս կյանքում։ Հասկանալու է ժողովուրդը, որ կան այնպիսի մարդիկ, որ սրտացավ են իրոք, որ նրանք չեն խաղում իրենց դերերը։ Եռաբլուրը արդեն տեղ կա, նորից տեղ կա, դատարկ չի, սա եք ուզում նորից լցնել։ Հասկանում եք ինչ եք անում, թե արդեն հարմարվել եք ստրուկի հոգեբանությանը, հարմարվել եք, որ վաղը Հայաստանը վերածվի թույլ արտաքին ուժերից կառավարվող տարածքի, արևմտյան Ադրբեջան, որ այդքան ասվում է, շատերը կան նաև կարծում եմ երազում են դրա մասին։ Սա է ճանապարհը, որ մեզ տանում եք պետականության կորստի, եւ եթե ժամանակին չարտանաք, վաղը կարող է արդեն ուշ լինել։ Արթնացեք, խելքի եկեք, խնդրում եմ ձեզ, եւ հատկապես Սփյուռք, դու ինչ ես անում, ինչին ես սպասում, առանց հայրենիքի դու ես դատապարտված դառնալու պարզապես ցրված ու անտեր ժողովուրդ։ Ու իմացեք, եթե այսօր լռենք, վաղը կարող ենք այլևս հայրենիք չունենալու մասին խոսել արդեն անցյալ ժամանակով, որովհետև հայրենիքը կորցնելուց հետո ոչ մի արդարացում արժեք չի ունենալու։